Ողջույն, այս հաղորդմանը կկենտրոնանանք նոր խորհրդարանի և կառավարությունում վերադասավորումների ձևավորվող նոր կառավարության վրա։ Այնուհետև կանդրադառնանք Շուշիում անցյալ շաբաթ տեղի ունեցած մեդիա ֆորումի ժամանակ Բաքվի բռնապետի արած մի քանի հետաքրքիր հայտարարություններին, ապա հաղորդումը կեզրափակենք հանրային տարածքներից մեր հերոսների պատկերները ջնջելու թեմայով։ Նախ խոսենք Հայաստանի կառավարությունում տեղի ունեցող վերադասավորումների մասին։ Ովքեր են դուրս գալիս կառավարությունից։ Առաջինը դուրս է գալիս վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Իրենց աշխատանքը չեն շարունակի նաև խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը եւ բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նոր աշխատակազմի ղեկավարը կլինի ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը, իսկ խորհրդարանի նոր խոսնակը կլինի Ռուբեն Ռուբինյանը, որը նախկինում զբաղեցնում էր փոխխոսնակի պաշտոնը։ Խորհրդարանի խոսնակի փոփոխությունը բավական հետաքրքիր է, քանզի պարոն Սիմոնյանն այս կառավարության թիմի առանցքային դեմքերից է եւ նախընտրական քարոզարշավի կարևոր դերակատարներից մեկը։ Նա մեծ ուշադրության է արժանացել։ Խորհրդարանի նոր խոսնակը պարոն Ռուբինյանը շատ կոմպետենտ քաղաքական գործիչ է։ Ինձ թվում է, որ իշխանությունները նրան են նշանակում այս պաշտոնին, քանզի կարծում եմ, որ այս խորհրդարանը ղեկավարելը շատ դժվար է լինելու եւ առջևում մի քանի դժվար տարիներ են։ Ուստի նրանց ավելի հուսալի ղեկավար է հարկավոր խորհրդարանում։ Հետաքրքիրն այն է, որ Ռուբինյանին ազատել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի պարտավորություններից։ Կարծում եմ, սա պայմանավորված է նրանով, որ Ռուբինյանը վարչապետի թիմի քաղաքական ծագող աստղերից է, եւ հաշվի առնելով այն, որ հայ-թուրքական գործընթացը կանգ է առել կամ հավանաբար ձախողվելու է հաջորդ մի քանի տարիներին, իշխանությունները չեն ցանկանում, որ Ռուբինյանը պատասխանատու լինի այդ ձախողման համար։ Հետաքրքիրն ու ամենահիասթափեցնողը բարձր տեխնոլոգիաների նախարարի հեռանալն է գործադիրից, քանի որ նա անկասկած այս կառավարության ամենակարող դեմքերից էր, որն իրականում շատ բաներ էր անում, աշխատում էր բազմաթիվ ուղղություններով, եւ նրա հեռանալն իրականում կորուստ կլինի երկրի համար։ Այսպիսով, ինչ է նշանակում այս ամենը։ Իրականում մի քանի բան։ Առաջինը, գուցե սա պարզապես քաղաքական թիմի սովորական վերադասավորում է, նոր կառավարություն ձևավորելուց հետո, եւ իրականում շատ բան չի նշանակում։ Երկրորդ, դա կարող է սկիզբը լինել քաղաքական պայքարի, թե ով կհաջորդի վարչապետին, քանզի շատերը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը չի առաջադրվի 2031-ի ընտրություններում։ Այս պահին կուսակցության ներսում երկու հիմնական կամ երկու գերիշխող ճամբար կա։ Մեկը արտգործնախարար Արարատ Միրզոյանի ճամբարն է, իսկ մյուսը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանինը։ Այսպիսով, եթե այս պահին որևէ փոփոխություն լինի, ապա այս երկուսից մեկն իրականում առաջին պլան կգա։ Թե ինչ է այս ամենը նշանակում, անկեղծ ասած, միայն ժամանակը ցույց կտա։ Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր խելացի եւ հավակնոտ մարդու համար սա իրականում այս կառավարությունից հեռանալու ճիշտ ժամանակն է, քանի որ պատմականորեն ցանկացած կառավարության երրորդ ժամկետի ընթացքում գրեթե ոչ մի լավ բան տեղի չի ունենում։ Եթե ինչ-որ լավ բաներ էլ տեղի են ունենում, ապա ավելի վաղ փուլում։ Եվ հենց երրորդ ժամկետի ընթացքում է, որ ի հայտ են գալիս բոլոր վատ բաները։ Ինչպես ցույց են տալիս վերջին ընտրությունների արդյունքները, շատ հստակ է նաև, որ Նիկոլ Փաշինյանը կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հասել են իրենց հնարավորությունների ծայրակետին, եւ ապագայում դրանք միայն նվազելու են։ Նրանք հավանաբար որևէ ընտրությունում չեն հաղթի կամ մոտ չեն լինի հաղթանակին։ Եվ եթե նայենք վարչապետի վարքագծին, նա թևակողում է իր Կալիգուլայի ժամանակաշրջանը, երբ պատրաստվում է իր ժողովրդականության կորուստը փոխլրացնել ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ռեպրեսիվ մեթոդների դիմելով։ Կարճ ասած, նման ժամանակներում թիրախավորվում ու վերացվում են անկախ ու ազդեցիկ խաղացողները, իսկ թույլերին, ենթարկվողներին, որոնք սպառնալիք չեն իշխանությանը, թույլ է տրվում մնալ ասպարեզում։ Հիմա անցնենք հաղորդման մյուս թեմային։ Անցյալ շաբաթ օկուպացված եւ էթնիկ զտման ենթարկված Շուշիում տեղի ունեցած տարօրինակ եւ օրերյան ոճի մեդիա ֆորումի ժամանակ Բաքվի բռնապետը մի քանի հետաքրքիր հայտարարություն արեց։ Առաջինն այն էր, որ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված վիճակի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հնչեցրած քննադատության պատճառով Բաքուն փաստացի քննարկում է այդ կազմակերպությունից դուրս գալու հնարավորությունը։ Ինչ կարող ենք ասել դրա մասին։ Go ahead. Make my day. Այնուհետև նա շարունակեց եւ բնական գազի արդյունահանման մասին մի քանի հետաքրքիր բան ասաց, որ շատերի ուշադրությունից վրիպել է։ Մասնավորապես Ալիևն ասաց, որ որպեսզի փաստացի կատարեն Եվրոպայի ավելի մեծ ծավալով գազամատակարարում ապահովելու վերաբերյալ տված խոստումները, իրենց երկարաժամկետ պայմանագրեր են անհրաժեշտ։ Ինչու է սա կարևոր։ Սա կարևոր է, որովհետև 2022 թվականին Բաքվում տեղի ունեցած այդ տխրահռչակ հանդիպումը, որի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն
der Leyenը հայտարարեց, թե Ադրբեջանը հուսալի գործընկեր է էներգետիկ ոլորտում եւ կրկնապատկելու է եվրոպական գազի մատակարարումները։ Խնդիրն այն է, որ գազ անկեղծ ասած գոյություն չունի եւ Ադրբեջանը ոչ մի կերպ չի կարող այն մատակարարել, քանի որ գազ պարզապես չկա։ Երկարաժամկետ պայմանագրերի անհրաժեշտության մասին իր արդարացումներն առաջ քաշելով Ալիևն իրականում հող է պատրաստում, որպեսզի առաջիկայում, երբ այս ամբողջ պատմության փուչիկը ըստ էության պայթի, ինքը ստիպված չլինի ստանձնելու դրա պատասխանատվությունը, այլ ըստ էության մեղադրի եվրոպացիներին։ Եվ ի վերջո, ով է գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր կնքելու, եթե գազ պարզապես գոյություն չունի։ Ալիևը շարունակեց հետևյալ մեկնաբանություններն անել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող եւ գաղութացմանը դեմ ՀԿ-ի մասին, որը նա վերջերս է հիմնադրել։ Եվ հիմա, երբ Բաքվի նախաձեռնող խումբը բարձրացնում է գաղութային անհավասարության կամ գաղութային կառավարման հարցը, խմբին եւ նույնիսկ Ադրբեջանի կառավարությանը մեղադրում են Ֆրանսիայի ներքին գործերին միջամտելու մեջ։ Մենք չենք միջամտում, քանի որ մարդու իրավունքների հարցը համընդհանուր խնդիր է։ Պետք է ուշադրություն դարձնել նրա վերջին ասածին, որ մարդու իրավունքները համընդհանուր հարց է, քանզի կարծում եմ, որ Ալիևը անգիտակցաբար հավանություն էր տալիս համընդհանուր իրավասության հայեցակարգին, երբ ասում էր, որ սահմանները նշանակություն չունեն, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարին։ Ապագայում, երբ աշխարհի որևէ վայրում որևէ դատավոր հետաքննություն սկսի, ինչպես եղավ Չիլիի բռնապետ Ավգուստո Պինոչետի հետ, երբ նրա հանցագործություններից շատ տարիներ անց իսպանացի դատավորը նրան մեղադրանք առաջադրեց, կամ երբ միջազգային քրեական դատարանը վերջապես հետաքննություն սկսի կամ մեղադրանք առաջադրի Ալիևին։ Նա փաստացիացնում է, որ քաղաքականապես եւ իրավական տեսանկյունից իրականում ընդունում է գաղափարը, որ կարող ենք ունենալ համընդհանուր իրավասություն եւ իրականում կարող ենք այն կիրառել համընդհանուր կերպով։ Այնուհետև նա արձագանքեց մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշմանը 2016-ի պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորների կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։ We, by the way, did not vote for the judges of European Court for Human Rights, and that's why Azerbaijan does not recognize the decisions of the court, because we don't know who these people are. We did not vote for that, and for more than 2 years we are discriminated. Լավ արքայադուստր, որքան տեղյակ եմ, ոչ ոք երբեք քո օգտին էլ չի քվեարկել։ Այժմ անդրադառնանք հաղորդման վերջին թեմային։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Երևանի քաղաքապետարանը սկսել է ջնջել մեր պատերազմի հերոսների նկարները, որոնք արվել էին բազմաթիվ վայրերում 2020-ի պատերազմից հետո։ Դրանք մեր զոհված զինվորների ընկերներն ու ընտանիքները նկարել էին ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային տարածքներում։ Դրանք արվեստի գործեր են, որոնք ամենուր էին ու շատ առումներով նաև խորապես հուզիչ։ Բայց այս պատկերները հանրության ուշադրության կենտրոնում էին պահում զոհողությունները, որ արել են մեր երկիրն ու ժողովուրդը։ Եվ քաղաքապետարանը մի քանի շաբաթ առաջ սկսեց ներկել դրանք առանց որևէ քննարկման, առանց որևէ բանավեճի, ինչն ակնհայտորեն շատերին վրդովվեցրեց։ Սա ինձ հիշեցնում է իմ ընկերներից մեկի ասածը Իրաքում ԱՄՆ-ի պատերազմի ժամանակ։ Հայտնի գրող, որ այն ազգը, որն այլևս չի կարողանում պատշաճ կերպով սգալ, իրականում նույնիսկ ազգ չէ։ Սա պարզապես հիշողության եւ ազգային պատկանելիության մեր ընկալումների դեմ պատերազմի եւս մի էջ է եւ մեզ որպես ժողովուրդ կոտրելու փորձ։ Սա տեղի չի ունենում վակուումում։ Մենք քիչ առաջ ենք անցել ընտրարշավի միջով, որի ընթացքում երկրի առաջնորդը քննադատում էր մեր զինվորներին, նրանց մեղադրելով, թե ինչու չեն զոհվել մարտի դաշտում։ Այնուհետև նույն անձը բռնության ենթարկեց անհետ կորած զինվորի քրոջը եւ անձամբ հարձակվեց իր հրամանատարության ներքո զոհված զինվորների մոր վրա։ Ակնհայտ է, որ այս ամենի նպատակն է մասնատել մեզ որպես հասարակություն եւ դա անելու համար նախ պետք է ոչնչացնել այդ հասարակությունում սրբության եւ հավաքական պատմության զգացումը։ Եվ պատահական չէ, որ մեր հերոսները անընդհատ թիրախավորվում են, քանի որ նրանք պարզապես վատ օրինակներ են։ Ինչպես ասվում է Սուրբ գրքում, չկա ավելի մեծ սեր, քան այն, երբ մարդն իր կյանքը զոհաբերում է հանուն իր եղբոր։ Նոր իրական Հայաստանում պարզապես տեղ չկա նման մարդկանց համար, քանի որ նրանք մարմնավորում են դիմադրությունը, արդարության համար պայքարելու պատրաստակամությունը եւ մեր ազգային ազատագրական արդար պայքարը։
Ամփոփելով պետք է ասեմ, որ սրան պետք է դիմադրել բոլոր ձևերով եւ մեթոդներով։ Հիմա քաղաքացիական խաղաղ անհնազանդության ժամանակն է։ Ես կոչ կանեի մեր նկարիչներին եւ մեր ապագա նկարիչներին դուրս գալ եւ իրականում կրկին նկարել այդ պատկերները։ Արվեստի ուսանողներ, լսում եք ինձ։ Մեր հերոսների այս դիմանկարները հետապնդում են մեզ բոլորիս եւ վախեցնում են մեր առաջնորդներին։ Բայց իրականում անհրաժեշտ է, որ դրանք հետապնդեն մեզ, իսկ մեր ղեկավարներն էլ վախենան դրանցից։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։ You can run on for a long time, run on for a long time, run on for a long time. Sooner or later gotta cut you down, sooner or later gotta cut you down. Well, my goodness gracious, let me tell you the news. My head's been wet from the morning dew. I've been down on a bended knee, talking to the man from the Galilee. He spoke to me and my heart stood still when he said, John, go and do my will. Go and tell that long-tongued liar, go and tell that midnight rider, tell the rambler, the gambler, the backbiter, tell him that God's gonna cut him down, tell him that God's gonna cut him down.